Լսեցեք այս, ով բոլոր ժողովուրդներ, ականջ դրեցեք, աշխարհի բոլոր բնակիչներ, հասարակ մարդիկ ու մեծամեծեր, հարուստներ ու աղքատներ, միատեղ, բերանս իմաստություն է խոսելու, իսկ սրտիս մտորումը իմացողություն, իմ ականջը թեքելու է մառակի կողմը, մութ խոսքերս տավղով եմ մեկնելու, ինչու վախենամ չար օրերին, թե ինձ պաշարում է հետապնդողի անօրենությունը, իրենց ունեցվածքի վրա հույս դնողներից ու իրենց մեծ հարստությամբ հպարտացողներից ոչ մեկը չի կարող փրկել իր եղբորը, ոչ էլ նրա փրկագինը հատուցել Աստծուն, քանի որ թանկ է նրանց փրկագինը, երբեք չի բավարարի, որպիսի հավիտյան ապրի ու ապականություն չտեսնի, քանի որ տեսնում է, թե իմաստունները մեռնում են, այդպես էլ հիմարն ու անխելքն են կորչում ու իրենց ունեցվածքն ուրիշներին են թողնում։ Նրանք կարծում են, թե իրենց տները հավիտենական են ու իրենց բնակարանները մնալու են սերնդից սերունդ, տեղանքներն իրենց անվամբ են կոչում, բայց մարդը պատվի մեջ չի մնում, անասունների նման է, որ կորչում են, սա անմիտների ճանապարհն է, սակայն նրանց հետևողները հավանություն են տալիս նրանց խոսքերին, նրանք ոչխարների պես գերեզման են իջնելու, մահը նրանցով է սնվելու, առավոտյան ուղամիտները տիրելու են նրանց վրա, նրանց վայելչությունը կորչելու է, գերեզմանն է լինելու նրանց բնակարանը, սակայն Աստված իմ անձը ազատագրելու է գերեզմանի իշխանությունից, քանի որ ընդունելու է ինձ։ Մի վախենա, երբ մեկը հարստանում է, երբ նրա տան փառքը մեծանում է, քանի որ մեռնելիս իր հետ ոչինչ չի տանելու, իր փառքն իր հետևից չի իջնելու, թեև իր կենդանության օրոք նա օրհնում է իր անձը, սակայն իր հայրերի սերնդի մոտ է գնալու, նրանք էլ երբեք լույս չեն տեսնելու, մարդը, որ պատիվ ունի ու իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։